Ես Արթուր Քոչարյանն եմ, գտնվում եմ բանտում արդեն մոտ 22 տարի, 2004 թվականից։ Երևի թե այսքանը իմ մասին, 22 տարի է գտնվում եմ բանտում։ Անկեղծ ասած հույսը վերջի տարիներին էլ ավելի է շատացել, քանի որ պատկան մարմինները էլ ավելի շատ են արձագանքում, ավելի մանրամասն են արձագանքում, բայց ես ինքս գիտակցում եմ, որ օրենսդրական փակուղու առաջ եմ, դրա համար իմ սպասելիքներս ներկա պահին այդքան շատ չի, բայց ամեն դեպքում ինչի սպասում եմ, Փառք Աստծո հիմա կատարվում է։ Նախկինում չկար դիմում բողոքներին պատասխան, իսկ հիմա կա Փառք Աստծո։ Դիմում ես, գրում ես ինչ-որ հարցով, մի քանի օր հետո քեզ հստակ պատասխաններ են գալի։ Դա փոխվել է, իսկ դա իմ մեջ արթնացրել է հույս վաղվա օրվա համար։ Սպասենք լավ օրվա, ու լինելու է այդ լավ օրը։ Ժամանակին ոչ մի դատապարտյալ կամ առավել ևս դատապարտյալները չէին կարող ընդգրկվել միջոցառման, որտեղ ներկա էին ուրիշ դատապարտյալներ։ Չէին կարող ստանալ կրթություն, չէին կարող ստանալ բարձրագույն կրթություն, մասնակցել սպորտային կամ մշակութային ինչ-որ միջոցառումների, հիմա Փառք Աստծո կա այդ հնարավորությունը, կա այդ ընտրության հնարավորությունը, հիմա դատապարտյալն ունի ընտրության հնարավորություն, դատապարտյալն ինքն է ընտրում, թե ինչով լցնի, հագեցնի իր առօրյան, իսկ այդ ամեն ինչը մարդու մեջ զարգացնում է գիտակցություն, որն էլ որ բերում է դրական փոփոխությունների։ Կոնկրետ ինձ մոտ փոփոխությունը շատ մեծ է։ Ես երբ որ դրսում էի, չունեի միջնակարգ կրթություն։ Ստեղ ստացել եմ միջնակարգ կրթություն, հիմա բարձրագույն կրթություն եմ ստանում։ Առօրյաս անցնում է շատ հագեցած, առավոտ արթնանում եմ, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքային բնույթը տեղի ունենում հանրակրթական սենյակներում, որտեղ դասապրոցեսներ են իրականացվում, գրադարանում, որտեղ հաճախակի կազմակերպվում են միջոցառումներ, շատ հագեցած է մի խոսքով։ Այսինքն ես ունեմ հնարավորություն նախկինի համեմատ, որ ես իմ առօրյան որոշեմ, թե ոնց հագեցնեմ։ Իսկ ես Փառք Աստծո ընտրում եմ մենակ գիտելիքը, որը որ ինձ ուժ է տալիս, որը որ ինձ հույս է տալիս, ավելի մոտիկացնում եմ այն իրականությանը, որը որ ես շատ եմ ուզում ունենամ ապագայում։ Շատ հաճախակի լինում են քահանաների հետ հանդիպումներ, հոգևոր միջոցառումներ ու կողքից դիտելով դատապարտյալների քար լռությանը, թե ինչ է խոսում, ինչ է ասում քահանան իրենց, ուղղակի զարմանում ես, որ մարդիկ այդքան ոնց որ քաղց ունեն քահանայի հետ շփվելու, հոգևոր ինչ-որ սնունդ ստանալու քահանայից։ Այդ շատ կարևոր է դատապարտյալների կյանքում եւ առանձնազրույցները քահանայի հետ դա մեծ բավականություն է տալիս, հոգևոր բավականություն է տալիս դատապարտյալներին, ովքեր իրենց մեջ գտնում են ինչ-որ չափով հանգստություն, իրենց հարցերին պատասխան չկա հարց այսօրվա քրեակատարողական հիմնարկներում խնդրահարույց հարցեր, որ չունենան պատասխան, չստանան պատասխաններ, ստանում են շատ արագ, թե հոգևոր, թե մշակութային, սպորտային բոլոր հարցերում։ Ես միշտ եմ եղել աստվածավախ, ես նպատակ եմ ունեցել հոգևորական դառնալու, քանի որ դպրոցից դուրս եմ եկել, ուսումս դպրոցում կիսատ եմ մնացել, չեմ կարողացել գնալ Երուսաղեմ, ստանալ հոգևոր կրթություն եւ դառնալ հոգևորական, բայց միշտ աստվածավախ եմ եղել, միշտ աստվածամոտ եմ եղել։ Կարևոր է ինձ համար շատ, չնայած որ ես Աստվածաշունչ դեռ չեմ կարդացել, քանի որ ինքս համարում եմ դեռ պատրաստ չեմ ես, բայց գիտեմ շատ դատապարտյալների շատ, ես մարդ գիտեմ, որ 15 տարուց ավել է ես այդ մարդուն ճանաչում եմ, ես մի օր չեմ տեսել իրան առանց Աստվածաշնչի, անկեղծ եմ ասում, անընդհատ դատապարտյալը Աստվածաշնչի մեջ է, անընդհատ շատ են, մենք ունենք գրադարանում հոգևոր գրականության համար անկյուն, որտեղից որ անընդհատ դատապարտյալները օգտվում են ու իրանց կարդացած հոգևոր գրականությունից անընդհատ քահանային հարցեր, այն որ բազմաթիվ հարցեր են հնչում եւ ստանում պատասխաններ ու դա տալիս է հոգևոր հանգստություն դատապարտյալին։ Անկեղծ կասեմ, այդ հուսահատության պահեր ինձ մոտ չի եղել երբեք։ Ես միշտ հավատացել եմ ինքս ինձ, Աստծուն,
եւ իմ հավատը միշտ ինձ օգնել է, որ ես շարժվում եմ առաջ։ Բայց միաժամանակ պետք է նշեմ, ինչքան էլ որ ես ունեցած չլինեմ հուսահատության պահեր, ես միշտ ամեն առիթով փորձել եմ շփվել հոգեվորականի հետ եւ ստանալ հոգեվոր նոր խորհուրդներ։ Աստված քո ներսում հավատա քո Աստծուն։ Այդ մի նախադասությունը ամբողջովին փոխեց իմ ներաշխարհը։ Ես ինքս սկսեցի հասկանալ, որ Աստված յուրաքանչյուրիս մեջ է։ Քանի մենք չենք գտել մեր մեջ մեր Աստծուն, մենք չենք կարող բաց աչքերով նայել երկինք ու աղոթքով Աստծուն շնորհակալություն հայտնել։ Ես գտա, այդ խորհրդով գտա իմ մեջ իմ Աստծուն եւ հանգստություն։ Մենք հիմա գտնվում ենք հանրակրթական սերունդներում, որտեղ դատապարտյալները ստանում են միջնակարգ կրթություն։ Այն իրավախախտում կատարած անձինք, ովքեր չունեն միջնակարգ կրթություն, դատապարտյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հնարավորություն ունեն գալ այստեղ, ստանալ կրթություն, միջնակարգ կրթության ատեստատ եւ հետագայում դիմել բարձրագույն կրթություն։ Փառք Աստծո, գալիս են քիչ-քիչ այն գիտակցության, որ կրթությունը կարեւոր է յուրաքանչյուրիս կյանքում։ Անկեղծ կասեմ, այո, ստեղ եմ սովորել նկարել, ինքնուս եմ ավելի շատ։ Նկարչության դասի ժամանակ մի քանի անգամ ներկա լինելով հասկացա, որ պետքա փորձեմ։ Փորձեցի, ստացվեց, այս նկարները իմ ձեռքի աշխատանքներն են, որտեղ պատկերված է հայ կինը, հայ աղջիկը, ընտանիքը, ստացվեց իմ կարծիքով ու որոշեցի նկարներս փակցնել այն դպրոցի պատերին, որտեղ որ ավարտել եմ ուսումս։ Կան նկարներ, որ նկարում եք եւ հետո ուզեիք ինչ-որ մեկին նվիրել։ Լենում են։ Եղբորս եմ նվիրել, մեջքին թևերով տղամարդ։ Այդ նկարն է։ Եղբայրս իմ թևերն է։ Դա։ Այս Աստվածաշունչը պատրաստված է իմ ձեռքով, ամբողջությամբ կավից է, եթե նկատեցիք, ինքը խորհրդանշում է ցեղասպանությունից մազափոխած հայերին, ովքեր իրենց հետ Աստվածաշունչն են փրկել, թե որպես հույս, հավատ եւ թե որպես գիրք, որը որ իրենց հետ բերել են Հայաստան։ Ամբողջությամբ կավից է, որ շատ քիչ մարդիկ են նկատում իր կավից լինելը։ Եվ այս աշխարհասփյուռ հայերին խորհրդանշող գլոբուս է, ամբողջությամբ հայատար, եւս իմ ձեռքի պատրաստածն է, որը եւս նկարագրում է ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերին։ Այսինքն աշխարհի որ ծայրն էլ գնաս, հայ կգտնես։ Ինքը դեկորատիվ նապաստակ է, մարմնով ամենափոքրն է, բայց ամենաչարն է։ Գրիզլի եմ դրել անունը իր, ստեղ է մեծացել, մեզ մոտ է մեծացել։ Ունենք նաև կալիֆոռնիականի ու սովորական դեկորատիվի խառնորդն է, ինքը կոչվում է վագրագլուխ, որ մենակ գլուխն է, վագրի նման բանանում, հարյուծի նման մազոտում, կոչվում է վագրագլուխ տեսակի։ Շատ լավն են իրանք, իմ օրվա ավարտը տեղի ունենում իրանց մոտ։ Աշխատանքի ժամը 6-ին գալուց հետո մինչև երեկոյան ժամը 9-10-ը զբաղվում եմ իրանցով, կերակրելով, մաքրելով, իրանց անում եմ զբոսանքի, այս տարածքում իրանք զբոսնում են, վազվզում են, հոգնում են, տանում եմ ներս, հանգիստ քնում են գիշերը։ Աշխարհում գոյություն ունեցող ցանկացած կենդանու մեջ կա աստվածային հանգստությունը։ Ուղղակի պետք է իմանալ իրանց հետ վարվելու ձև, իրանց հետ հաղորդակցվելու ձև։ Ցանկացած կենդանու հետ շփվելուց ինձ մոտ տպավորություն է, որ ես շփվում եմ Աստվածայինի հետ։ Որ հնարավորություն ունենայի, բոլորին կհանեի ներսից դուրսը ազատ կապրեին իրանց համար։ Ինչպես գիտեք, հայը քանի մկրտված չի, քրիստոնյա չի, իսկական քրիստոնյա չի։ Այստեղ շատ դատապարտյալներ են մկրտվել, մատուրը դատապարտյալին տալիս է Աստծո հետ հաղորդակցվելու հանգստություն։ Այստեղ դատապարտյալները հնարավորություն ունեն ամեն օր հաղորդակցվել Աստծո հետ։
եւ գրեթե միշտ լիքն են լինում ստեղ, որը որ շատ լավ է եւ ողջունելի, այսինքն դատապարտյալը ուր էլ որ հայ մարդը որտեղ էլ որ հայտնվի, չի հեռանում Աստծուց։ Եվ դա շատ կարեւոր բան է մեր կյանքում։ Աղոթքը ինձ համար Աստծո հետ հաղորդակցվելու ամենակարճ ճանապարհն է։ Ես ամեն օր աղոթում եմ իմ աղոթքների մեջ իմ ընտանիքն առաջի տեղում, հետո հայ ժողովուրդը։ Աղոթում եմ խաղաղության համար, ծնողներիս առողջության, ընտանիքիս բարօրության համար։ Ամենակարճ ճանապարհն է, որ ես կարողանում եմ հաղորդակցվել Աստծո հետ։ Եթե կարողանայիք Աստծուն հարց տալ, մեկ հարց, ինչ հարց կուղեիք նրան։ Շատ բարդ հարց էր։ Հարց չի եղել, պրոստը կասեի շնորհակալ եմ։